Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցս ուղղում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, հարցս վերաբերվում է Հաղթանակ թաղամասի հետ կապված խնդիրներին, որին նաեւ գիտեմ դուք ծանոթ եք։ Իստերից մեկի ժամանակ մեր գործընկեր Տիկին Դավոյանը նույնպես մատնանշեց խնդիրը եւ եթե չեմ սխալվում, թաղամասի բնակիչների հետ հանդիպում պետք է լիներ։ Խնդրեմ ասեք, հանդիպում եղավ արդյոք եւ ինչ քննարկվեց, ինչ հնարավոր լուծումներ որոշվեց, որ պետք է լինի։ Նաեւ նշված հատվածում հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հետ կապված լուրջ խնդիր կա, որի հետ կապված կարծում եմ նույնպես տեղյակ եք, որ միլիոնավոր դոլարներ է ծախսվել եւ Շերամ փողոցում այնտեղ կա հատված ավարտված չի ճանապարհահատվածը, որի արդյունքում խցանումներ է լինում եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության մոտավոր 80%-ը նաեւ Երևանի ընդհանուր բնակչությունից շատ մարդ բախվում է հետեւյալ խնդիրներին, խցանումների մեջ մնալով երբեմն ժամերով։ Խնդրեմ այդ հետեւյալ խնդիրների հետ կապված ասեք ինչ հնարավոր լուծումներ կա եւ ինչ ժամկետներում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Հակոբյան։ Հայ ինչպես պայմանավորվել ենք Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ նախորդ նիստերից մեկից պայմանավորվելուց անմիջապես հետո հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպանը մասնակցել է նաև Տիկին Դավոյանը, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները, նաև տարածքային զարգացման հիմնադրամի մեր գործընկերները։ Այնտեղ բարձրացվել է հարցերի մի խումբ շրջանակ, որոնց մի մասը մասնավորապես ջրագրեծերի փոփոխության հետ կապված լուծվել են այդ հարցերը, կան որոշակի հարցեր, որոնք հասցեագրվել են պատասխանատու գերատեսչություններին, դրանք հիմնականում գերեզմանատան գտնվելու վայրով պայմանավորված որոշակի խնդիրներ են հողի նպատակային նշանակության հետ կապված, որոնք համեմատաբար ավելի երկարատև լուծումներ են պահանջում եւ այդ հարցերով գործընկերները զբաղվում են։ Արձագանք։ Պարոն Խուդատյան, նշված խնդիրները, որ ասեցիք կոյուղիների հետ կապված որ լուծվել են, այնտեղ ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրեմ այն հանգամանքը, որ կարող է հնարավոր է որ լուծվել է, կոյուղիները քաշվել է, ջրագծերը եւ կոյուղու հետ կապված հարցերը լուծվել են, բայց այնտեղ թաղամասում միշտ ճանապարհները փոշու մեջ կորած են, կարելի ասել, նրանով պայմանավորված, որ աշխատանքները ավարտին է հասել, բայց ասֆալտապատման աշխատանքներ չի արվել, ինչը որ մեծ դժգոհություն է առաջացնում մեր հայրենակիցների հետևյալ շրջանում ապրող հայրենակիցների շրջանում։ Խնդրեմ ուշադիր լինեք հետևյալ հարցին, եթե հնարավոր է խնդիրը արագ լուծվի, շնորհակալություն։ Շատ լավ, այդ օրը հարցերի որոշակի շրջանակի ենք անդրադարձել եւ այն հարցերը, որոնց անդրադարձել ենք, արդեն ասացի դրանց մասով ինչ աշխատանք է տարվել։ Կուզեմ նաև նախորդ հարցին անդրադառնալ հյուսիս-հարավի հետ կապված, ընդհանուր առմամբ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ հյուսիս-հարավի Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են ընթանում։ Մենք պլանավորում ենք եռաշերտ ասֆալտապատում իրականացած այդ ճանապարհը այս տարվա տարեվերջին արդեն ամբողջությամբ պատրաստ լինի։ Վատագույն դեպքում մեզ այնտեղ կմնա գծանշման եւ կահավորման աշխատանքներ իրականացնելը, որը կիրականացնենք գարունը վաղ։ Մյուս մասով Երևանի հատվածի մասով վստահ եմ տեղյակ եք մենք այնտեղ կապալառուի հետ կապված խնդիրներ ենք ունեցել, այս պահին քննարկում ենք նաև այդ հատվածի շինարարությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցը եւ վերսկսելուց հետո արդեն դրա ավարտի մասով կկարողանամ ժամկետներ ասել։ Մյուս հատվածներում աշխատանքները լայն թափով ընթանում են, հիմնական հատվածներում արդեն ավարտված են եւ կահավորման աշխատանքներ են ընթանում, իսկ Լանջիկից դեպի Գյումրի հատվածը բաց է երթևեկության համար, չնայած որոշակի աշխատանքներ կան այնտեղ իրականացնելու։